Իմ ետևում Կիևյան կամուրջն է։ Այն շահագործման է հանձնվել 1956 թվականին, 70 տարի առաջ։ Շահագործումից հետո երկու անգամ կամուրջը հիմնանորոգվել է։ Մեկը 1970-ական թվականներին, մյուսը 2000-ական թվականներին։ 90-ական 2000-ական թվականներին, եթե հիշում եք, կամուրջը գտնվում էր աղետալի վիճակում։ Եվ 2000-ական թվականներին հանձ առնվեց կամուրջը հիմնանորոգելու եւ կամուրջը մի քանի ամիս փակվեց, երթևեկությունը դադարեցվեց եւ կամուրջը հիմնովին վերանորոգվեց։ Կամուրջի հիմնանորոգումը արժեցավ 370 միլիոն դրամ։ Հիշեցնեմ, դա Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներն էին, ում ժամանակ կառուցվել էր թե Դավթաշենի կամուրջը, թե Արգավանդի կամուրջը եւ շատ այլ կամուրջներ կառուցվել, նորոգվել, վերանորոգվել, հիմնանորոգվել էին։ 2018 թվականին այս իշխանությունների գալուց հետո բազմաթիվ խոստումներ են տրվել, որոնք չեն կատարվել, որոնց մասին ես խոսել եմ։ Ուրեմն, որպեսզի շատ ծանրաբեռնեմ ձեզ, հիշեցնեմ միայն այս կամուրջի մասին տրված խոստումները։ 2023 թվականի ամռանը, երբ Երևանում նախընտրական շրջան էր եւ սեպտեմբեր ամսին տեղի էին ունենալու թիմ ընտրություններ, Երևանի ավականու ընտրություններ, Երևանի քաղաքապետի ընտրություններ, խոստում տրվեց, որ այս կամուրջը վերանորոգվելու է։ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստերում, առնվազն 3 նիստում խոսել է այս կամուրջի հիմնանորոգման կամ վերանորոգման անհրաժեշտության մասին, որ հիմա դուք կտեսնեք, շահադրություն դարձրեք ամսաթվերին եւ զեկույցի բովանդակությանը։ Ես առաջարկում եմ ավելացնել Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները որպես հանձնարարական եւ արդեն քննարկել նաեւ դրա ֆինանսավորման, հավելյալ ֆինանսավորման հատկացումը, որովհետեւ Կիևյան կամուրջն էլ արդեն տենց վտանգավորության աստիճանի, կարծում եմ, ոչ բարվոք վիճակում է։ Եթե կարելի է, պարոն Ավանյան, Կիևյան կամրջի նախագծող ընկերության հետ խոսել ենք, մինչև ամսվա վերջ կունենանք, հուլիս ամսվա վերջ կունենանք նախագիծը, ամբողջությամբ վերանորոգում, այնտեղ մի շարք հարցեր կան, որոնք պետք է քննարկենք, որտեղ ռազմավարական նշանակության կամուրջ է ու ամբողջությամբ վերանորոգման կարիք ունի կամուրջը։ Հսկողական 212 զեկուցել Կիևյան կամուրջի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքների մասին։ Պարոն Ավինյան, անցած շաբաթ քննարկում է եղել կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարությունում, դրական է վերաբերմունքը նախագծի հանդեպ։ Պարոն Ավինյան, ես պետք է առաջարկեմ երկու փուլով մրցույթը իրականացնենք, ամրացման աշխատանքներ են տեղի ունենալու, այսինքն հենց ամբողջական կամուրջի պատվազքի հետ կապված չեն, որտեղ ամբողջությամբ հիմնանորոգում ենք իրականացնելու, բացի դրանից կան այլ աշխատանքներ նաև մատչելիության ապահովման տարածք 4 կողմերից մուտք գործելու։ Ես առաջարկում եմ մենք 2 տարվա փուլային ծրագիր իրականացնենք, այս տարի հիմքային նորոգումներն իրականացնենք, հաջորդ տարի արդեն պատվազքը եւ ճաղավանդակների հատվածը։ Այսինքն այս տարի երթևեկության խոչընդոտ չենք ստեղծել կամուրջի վրա։ Չենք ունենա։ 212 ներկայացնել տեղեկատվություն Կիևյան կամուրջի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքների մասին։ Պարոն Ավինյան, Կիևյան կամուրջի վերանորոգման աշխատանքների գնման հայտը ուղարկվել է գնումների վարչություն, իրականացվելու է վերանորոգումը 2 փուլով, առաջին փուլում այս տարի իրականացվելու է կամուրջի հենարանների, կամարների, արտաքին ու ներքին մակերեսների վերանորոգումը, երկրորդ փուլում, որը իրականացնելու ենք հաջորդ տարի, կամուրջի մոտեցումների երթևեկելի մասի վերանորոգման աշխատանքներն են իրականացվելու։ Հաջորդ թիվ արդեն սեպտեմբերին ընտրություններից 1 շաբաթ առաջ Տիգրան Ավինյանը հարցազրույց էր տալիս եւ ասում. Կիևյան կամուրջը ունի հիմնանորոգման կարիք, մենք արդեն իսկ ունենք նախագիծը Կիևյան կամուրջի հիմնանորոգման, որովհետեւ արդեն իսկ բավականին վտանգավոր վիճակում է գտնվում, հենց այս տարի սկսում ենք այդ հիմնանորոգումներն իրականացնել եւ հաջորդ տարի այդ աշխատանքները ավարտին ենք հասցնելու։ Լսեցիք, հենց այս տարի սկսում ենք հիմնանորոգման աշխատանքները։ 2023 թվականից անցել է 2.5 տարի։ Այս կամուրջը չի վերանորոգվել, չի հիմնանորոգվել։ Ասեմ ավելին, ամեն տարի կամուրջի հիմնանորոգման համար գումար է հատկացվել եւ ծրագիրը չի իրականացվել։ 2023 թվականին պայմանագրով
նախատեսված է եղել 502 միլիոն դրամ կամուրջի հիմնանորոգման համար։ Դրանից հետո կամուրջի վրա մասնակի աշխատանքներ արվեցին եւ այդպես էլ մնաց այդ աշխատանքները անավարտ, կամուրջը այդպես էլ չվերանորոգվեց, չհիմնանորոգվեց։ 2025 թվականի դեկտեմբերի վերջին Երևանի 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ երևանյան կամուրջների համար նախատեսվել է 1 միլիարդ 60 միլիոն դրամ, որից Կիևյան կամուրջի համար 555 միլիոնն է լինելու։ Կամուրջների վերանորոգման համար 1 միլիարդ 60 միլիոն դրամ գումար եք հատկացնելու։ 26 թվականի, որը ավելա 765 միլիոնով անցած տարվա 20 թվականի ցուցանիշից։ Ինչքան գումար է հատկացվելու առանձին Կիևյան կամուրջի համար։ Հրազդանի մեծ կամուրջի Կիևյան հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված է 555 միլիոն դրամ, դա նախատեսված է շինարարական աշխատանքների համար 555 միլիոն դրամ։ Հիմա արդեն ապրիլ ամիսն է, ինչպես տեսնում եք, Կիևյան կամուրջում աշխատանքներ չեն արվում, ըստ վերջին խոստումների աշխատանքները արվելու են ամռանը։ Ամփոփելով խոսքս ասեմ, Կիևյան կամուրջի հիմնանորոգումը այս իշխանությունների կողմից տրված բազմաթիվ գեղեցիկ խոստումներից մեկն է։ Բազմաթիվ անկատար խոստումներից մեկն է։ Տղաներ, դուք սկի մի հատ կառուցած կամուրջ չկարացիք վերանորոգեք, հիմնանորոգեք։ Էլ ուր մնաց նոր կամուրջներ կառուցեք, էլ ուր մնաց նոր ճանապարհներ կառուցեք, էլ չեմ ասում նոր մետրոյի կայարան կառուցեք։ Այստեղ են ասել, կառուցելը թթու ու թան չի, ամեն մարդու խելքի բան չի։ Այս կամուրջը վերջի անգամ հիմնանորոգվել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ Այս կամուրջը եւ բազմաթիվ այլ կամուրջներ ու ճանապարհներ էլի վերանորոգվելու եւ հիմնանորոգվելու են Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ։ Լավ եղեք։